Բարև ձեզ։ Այսօր մեր հյուրն է Ժառանգության կուսակցության ղեկավար նախագահի թեկնածու Ռաֆի Հովհաննիսյանը։ Բարև ձեզ, պարոն Հովհաննիսյան։ Բարի երեկո, ոտքս բարով ձեզ մոտ։ Շնորհակալություն, որ ընդունեցիք մեր հրավերը։ Ուզում եմ միանգամից անցնել քարոզարշավին, որը դուք շատ յուրահատուկ ձևով եք սկսել։ Ինչու Տիկին Հովհաննիսյանը չի մասնակցում քարոզարշավին, նա շատ համակրելի եւ ընկալելի մի անձնավորություն է։ Ինքը մեր ընտանիքի իրական արժեքն է, իրական գործիչը եւ հասարակական օրինակը եւ շատ հպարտ եմ Արմենուհու նաեւ հետաքրքրով ծառայությամբ։ Իրեն կտեսնեք արդեն գովազների ընթացքում տեսնում եք Արմենուհու խոսքը, ինքը ամեն օր ինձ հետ կիսվում է, խորհուրդ է տալիս, նկատողություն անում, քննադատում է եւ ընդհանրապես կիսում է ամեն մի քայլ ինձ հետ եւ վստահ եմ, որ ապակայն իրեն կտեսնեք։ Ավելի մի քիչ քաղաքականության անցնենք, ըստ ձեզ ինչու են օրինակ հանրապետականի ներկայացուցիչներ, բավականին բարձրաստիճան ներկայացուցիչներ զբաղված ձեր քարոզարշավի մեկնաբանությամբ, հետևում են, կոմենտներ են անում դրա հետ կապված, ինչով է դա պայմանավորված, դա հրահանգ է, դա իրենց անձնական նախաձեռնությունն է։ Բոլորը իմ աչքի առաջ հավասար են, դրա համար ես հարթությունների պայքար չեմ դանելու, ինձ թվում է, որ հիմնական մրցակից գործող նախագահ մինչև հիմա ձևը չի գտել ինձ պատասխանելու իմ խնդիրների, իմ հարցադրումների եւ պատվիրակվում են ներքևի էշելոնները ճակերտների մեջ։ Ես նրանց չեմ պատասխանում։ Հիմնական պատասխանատվությունը գրում է հիմնական մրցակից պարոն Սարգսյանը, իսկ մնացածը կարող են իրենց արշինի վերմագի եւ ինքնադիմաննկարի համապատասխան ինչ ուզում են հաճել, դա իրենց գործն է։ Եվ պարոն Հովհաննիսյան, դուք նշեցիք հավասար վերաբերմունքի գործոնը, որին դուք հետևում եք, բայց ձեր հոլովակներում դուք օրինակ դիմում եք Սերժ Սարգսյանին, բաժանում եք Սերժի Հայաստան եւ Ռաֆու Հայաստան։ Ինչ օրինակ չեք անում նույնը Բագրատյանի պարագայում կամ Անդրեասի պարագայում չի կարող լինել Բագրատյանի Հայաստան։ Ինչ եք նման բաժանումով։ Չէ, ես նման բաժանում չեմ անում, ես ասում եմ գա այսօրվա Հայաստանը եւ վաղվանը անիրավը եւ իրավականը, աբորինին եւ սահմանադրականը եւ ընդհանուր առմամբ այն Հայաստանը, որ պետք է որոշի Հայաստանի ժողովուրդը, ոչ թե Ռաֆու եւ Սերժի, այլ մի Հայաստանը, մեկ Հայաստան է, բայց այդ մեկ Հայաստանը ունի երկու պատկեր, մեկը իշխանական պատկերն է, իր շատ ծանոթ հետաքրքրով, թե արտաքին թե ներքին քաղաքականությամբ, թե ինչպես է վերաբերում իրավունքին, օրենքին, շարքային քաղաքացուն, եւ կա նաեւ ժողովրդին պատկանող Հայաստան իշխանությունը, որ ռոմանտիկա չէ, որ դա հրամայական է եւ ուղղակի հասունացել է այդ բահը, որ մենք ներկայացնում ենք այսօրվա բահը եւ այն, որ եթե Հայաստանի ժողովուրդը մի անգամ 20 տարվա ընթացքում իր խոսքը գործը մեկանի կարող է ինքը ունենալ եւ ի վերջո, ես չգիտեմ հետո ինչ ես հարցնելու, որովհետեւ շատ հետաքրքիր հարցեր ես տալիս ալեն, բայց կարող եմ ասել, որ ես հերքում եմ, մերժում եմ այն թեզը, որ որոշ մարդիկ շրջանառության մեջ դրել են, առայն որ ով մասնակցում է ընտրությունները, ինքը լեգիտիմացնում է այս իշխանությունը։ Ես հակառակն եմ ասում, ով փետրվար 18-ին այս կամ այն պատճառով ամենաբարի սրտով գամա ագամա ով դանը նստի եւ չմասնակցի, հենց իր անդարբերությամբ, իր пассивությամբ, իր մեկ-մեկ խանդով ոմանց գոմից ինքն է որ լեգիտիմացնում է այս իշխանության շարունակումը։ Դրա համար ես ասում որ շատ հստակ արդեն շախմատի դախտակ է, սևեր եւ սպիտակներ, ժողովուրդ եւ իշխանություն եւ թող ժողովուրդը որոշի ինքը ինչ է ուզում։ Ես հարկում եմ թե Բագրատյանին եւ Հայրիկյանին եւ դա հրաբարակավասել եմ, մի քանի անգամ Անդրեասին այցելել եմ, ես որևէ խտրականություն չեմ դնում։ Սա երկու հոգու պայքար չէ, սա անգամ գուսակցագրիվ չէ։ Ժառանգությունը վայր է դնում երկու սակցական դրոշը եւ ասում է որ սա համակարգացիական մեր աբակայի համար սովորական հայ մարդու պայքարն է իր երկիրը փոխելու եւ իշխանությունը, որը սահմանադրության պահանջն է, իրեն վերադարձնելու համար։ Օրինակ այսօր հնչում են կոչեր ընդհանուր առմամբ հանել տեխնացությունները, մի քանի տեխնացու արդեն հայտարարել են, որ հանելու են իրենց տեխնացությունները։ Չկա որևիցե այդպիսի տարբերակ, որի պարագայում դուք կհանեք ձեր տեխնացությունը։ Ինչպես մեր նշանաբանն է, ամեն ինչ հնարավոր է, միայն Աստվածն է կանխորոշում, բայց թող ոչ մեկը իմ փոխարեն կամ Հայաստանի քաղաքացու փոխարեն ոչ կանխորոշի, ոչ վերջնագիր ներկայացնի, ոչ իրեն մարգարեի տեղ տնի, թե ինչու մասնակցեցին, տեխնացություն առաջադրեցին, հետո հետ քաշվեցին, դա արդեն իրենց իմանալիքն է։ Ես չեմ բացառում, որ կլինեն այդպես առարգայական հանգամանքների մի խաչմերուկ, որի դեպքում մենք ամեն ինչ կվերանայենք, բայց ներկայությամբ ես ասում եմ, որ մենք գնում ենք շատ հստակ նպատակասլաց դեպի 20 տարվա ընթացքում առաջի անգամ դե յուրե Հայաստան։
գեղձեն թե չգեղձեն, սուդը իջեցնեն, անհավասար պայմանները տարածեն թե չէ եւ դրա նախանշանները կան տարբեր ոլորտներում։ Ես կարծում եմ, որ եթե հայ ժողովրդի գերագշի մեծամասնությունը մասնակցի այդ օրը, ոչ թե հետ քաշվի, հետ գանգնի պայքարից, մենք կունենանք այդ նոր Հայաստանը։ Ես հակված չեմ հրաժարվել պայքարից եւ գոչ եմ անում, որ հայ ժողովուրդը չհետևի այն խորհուրդներին, որը դանում են թեպի ոչնչաբաշխություն, ֆատալիզմ, ճակատագրաբաշխություն եւ որ մենք ընդհանրապես գապ չունենք։ Եթե պայքարը հիմա չգնա, ուրեմն չգա փետրվարի 19-ի Հայաստանը։ Դուք նշել եք պայմաններ, որոնց դեպքում կհամարեք ընտրությունները ավարտված։ Արդյոք նշված պայմանները բավարար են, որպեսզի համարեն, որ ընտրությունները լավ անցան եւ բավարար կերպով։ Ներկայությամբ չեմ բավարարում։ Ես երեք դա մեկնաբանեցի իմ իսկ խոսքը մեկ դարընթերցում գա իմ առոգանությունից յանելով եւ ես ասացի, որ վերջացած են ոչ թե ընտրությունները ընդրական գործընթացը, որովհետեւ հայ ժողովուրդը պետք է մասնակցի բոլոր դեպքերում, բայց վերջացածը գործող նախագահի առաջարկած հեքիաթային Հայաստանը, որ ինքը գեղեցիկ ջարերի միջոցով Բրյուսելում, չգիտեմ, Փարիզում, Երևանում եւ այլուր ինքը բարձրաձայնում է։ Եթե ինքը լուրջ է իր խոսքի ճշմարտացիության մասին, ինքը հիմակվանից արդեն պիտի լուծած լիներ իր ենթականների, իր նախարարների, իր շտաբի բեդերի, մարզպետների, ոստիկանաբեդերի, անվտանգության բեդերի վարկը, որոնք արդեն ցուցանում են քարոզարշավի այս 6-րդ օրը, որ այդ անհավասար պայմանները կան։ Դրա համար ինքը պիտի որոշի այսպես շարունակել ունենալ այսպես հայկական ուղղահայացի առավելություն, թե իսկապես դղամարդու նման ասել, որ այո, մենք ունենալու ենք սահմանադրական ընտրություններ եւ ես թույլ չեմ տալու, որ հանրապետականի կամ որևէ այլ գուսակցության շարֆը պետական համալսարանում բաժանեն, ես թույլ չեմ տալու, որ քաղաքապետարանում ուսուցիչներին հավաքեն, հավաքակրեն, թեկուզ մի հատ նամյոկով ինչ որ ագնարգով ուղղություն դա, թույլ չեմ տալու եւ պատասխանատվությունը հրավիրելու այդ հրամանատարին, ով իր զինվորին այս կամ այն խորհուրդ տալիս է, եթե Փարոսի երեխեքը գնում են եւ ցուցակագրում, այդ բոլոր ոլորտներում ով խախտի օրենքը, ով ահապեկի քաղաքացուն, Սերժ Սարգսյանը կամ պիտի իրեն պատասխանատվության հրավիրի, կամ ինքը պիտի մասնակցի այդ ամբողջ սդին եւ գեղեցիկին իր ձեռքում է եւ արդեն երկուշաբթի օրը կոնե քարոզարշավի այսպես առաջի շաբաթվա ավարտին կիմանանք թե ինչումն է վիճակը, բայց եթե սլակավարների, ինչ որ ենթականերին ուղարկում է ինձ պատասխանելու համար, ես նրանց չեմ պատասխանելու, ինքը պիտի որոշի ինքը ինչ է ուզում։ Ես չեմ ուզում արյան հեղափոխություն, ես չեմ ուզում հետընտրական հուզումներ, բայց ես պատրաստ եմ իմ կյանքի գնով այս պայքարը դանել եւ ամեն ինչ անել, որ փետրվարի 18-ին մենք ունենանք աննախադեպ ժողովրդի հաղթանակ եւ դե յուրե արդյունք անկախ նրանից։ Ես չեմ ասում Ռաֆիկ քվեարկեն, բայց գնան եւ մասնակցեն։ Ես ինքս հացաթուլի դեր եղել եմ, հացաթուլի հետաքրքիր, ես գիտեմ թե դա ինչ դժվար է եւ դրա համար Անդրեասին մոտեցեմ, խնդրել եմ, որ մի բակա, որ ինքը իր արդեն ազդագարել է, իր մեսեջը ուղերձը փոխանցել է, բայց նախընտրական շրջանում մեզ պետք է առողջ քաղաքացիներ, ովքեր պատրաստ են իրենց բանականությամբ, իրենց կյանքով նաեւ մասնակցել աբակայի գերդմանը եւ ոչ երբեք վերջնակրերով եւ հիվանդանոց գնալով։ Դուք նշեցիք, որ խախտումներ կարող են տեղ գտնել, ինչպես նաեւ բոլորս տեսնում ենք, որ ընտրարշավը անցնում է բավականին պասիվ։ Մարդիկ մեծ մասամբ հիասթափված են եւ խնդիր կարող է առաջանալ նույնիսկ մասնակցության ցածր թիվ լինել։ Ինչ արդյունք եք նման պարագայում ակնկալում ընտրություններից։ Որ արդյունքը որ ես ակնկալում եմ, որ առաջիկա 20 եւ քանի օրերի ընթացքում իմ շարունակվող քարոզարշավի միջոցով նաեւ մեր շարքային քաղաքացիների, համագյուղացիների, բոլոր հայաստանցիների այսպես բահվածքով գոմնորոշում է գնալու։ Ես կարծում եմ, որ արդեն այդ գոմնորոշման մեկնարկը դրվել է։ Ես չեմ ուզում ես գիտական այսպես մեծ թրիչքներով որևէ բան ասել, բայց իմ նախնական տպավորությունը այն է, որ արդեն 6-րդ օրն է եւ ոչ միայն նրանց մոտ ում ես հանդիպում եմ պատահմամբ, այլ այսպես նաեւ խմբերով, ես հետևում եմ եւ տեսնում եմ, որ ժողովրդի մոտ գա վերաբերմունքի փոփոխություն եւ դա ոչ անպայման Ռաֆի ուղղությամբ ինչ-որ զորակցություն է, ոչ անպայման, բայց ուրախ կնեմ դրա համար, այլ այն, որ այս անգամ հնարավոր է, որ դարբեր լինի, այս անգամ հնարավոր է, որ ժողովուրդը մասնակցելով
անգամ գեղեցիկ գիտեմ այդ գերագշի մասնակցությունը գբերի նոր Հայաստանի եւ նոր իրավիճակի եւ նոր իշխանության։ Եթե սակայն 3 շաբաթ անց ամսի 18-ին ունենանք նույն գրավորական ճակատագրաբաշտ վախկոտ ինքնաօդարված վիճակը, իհարկե դա օգուտ է գործող նախագահության, ես գրգնում եմ եւ չեմ մեղադրում, հասկանում եմ թե որ երկրում են 20 տարի ինչպես են կատարվել այդ ընտրությունները, բայց ով չմասնակցի, ինչ պատճառաբանությունն էլ դա, խավարը անիծի, բողոքի, եթե ինքը չմասնակցի, ես համարում եմ, որ ինքը իրավունք չունի հետո փողոքելու արդյունքներից եւ մենք երկար տարիներ կխրվենք այսպես արդակախտի անգործության եւ աղքատության մեջ եւ հնարավորություն է ուղղակի բայկար դանել եթե գերձեն այդ բայկարը կշարունակվի 18-ից հետո փետրվարի 18-ից հետո իսկ եթե ունենանք վերջապես ժողովրդի սահմանադրական իրավունքի իրացում 18-ին կվերջանա եւ կորոշվի ընտրության արդյունքը բոլոր դեպքերում ցածր ցուցանիշը пассивությունը գրավորականությունը նշանակում է այս իշխանության վերարտադրանք Դուք նման սցենարի զարգացման դեպքում ինչ որ պլաններ ունեք քաղաքական գործողությունների ներկայդրության միակ ծրագիրը ներկայդրության միակ ծրագիրը ընտրություններում հաղթելն է առաջի փուլով եւ եթե հարկ լինի երկրորդով դրանից հետո որևէ ծրագիր չունեմ որևէ դիբաշար բայց ինչպես գիտես ես պատրաստ եմ գեղձված հերթական գեղձված ընտրությունների դեպքում շարունակել պայքարը հնարավոր բոլոր եղանակներով, բայց ի վերջո սա միայն իմ պայքարը չէ, երբ խոսում ենք քվե դալու, բահելու մասին, այստեղ պիտի շարքային քաղաքացին, քաղաքական ուժերը, մասնակցող թե չմասնակցող, քաղաքացիական խմբերը, մտավորականները, երիտասարդները, հետաքննող լրագրողները, խմբակիրները, ամեն մեկ իր գործը պիտի անի, որտեղ ներկայությամբ ես կարծում եմ, որ եթե անգամ մի քանի աբացույց վերհանենք հանրային սեկտորի հատվածի ուսուցիչների, զինվորների, չգիտեմ, բժիշկների ուղղորդման ստիպողական ընտրության գնալու։ Եթե մենք տեսնենք, որ իսկապես գնում են այդ ցուցակագրումները, որ պետական համալսարանը գիտենք, որ կուսակցականացված է, եւ ես դեմ եմ եւ դա պիտի փոխենք։ Պիտի լինի ազատ քաղաքացիական վիճակ մեր համալսարանում, բայց եթե տեսնենք, որ այդ կուսակցական վիճակը հիմա գա հանրային որևէ բուհում որ դպրոցները չարաշահվում են, որ դպրոցների հանրային խանութների մշակութային բալադների, գյուղապետարանների վրա կան գուսակցական այսպես էմբլեմատիկա, դարբերանշական նշաններ։ Եթե մեկ անգամ եւս ես տեսնեմ, որ ինձ լուսանկարահանում են իջեցված բադուհանից, այն էլ ոստիկանության թե անվտանգության եւ ոչ թե ինձ, այլ ինձ հետ հանդիպող համակարգացիներին, այդ դեպքում վերադառնում եմ ձեր նախորդ հարցերից մեկին ասելով որ այդ դեպքում վերջացած է նորմալ ընտրությունների հեքիաթը եւ մենք պիտի արդեն մտածենք այդ հետոյի մասին առայժմ դրա մասին չեմ բարձրացնում որովհետեւ ես հավատում եմ որ մենք կարող ենք ընտրության փախտել Լավն է ձեր լավատեսությունը շատ շնորհակալություն պարոն Հովհաննիսյան ժամանակ գտնելու համար ես գիտեմ որ դուք շատ սուր գրաֆիկ ունեք եւ գտակ ժամանակ մեզ այցելելու շնորհակալություն Երախտագետ եմ ամենայն բարիք Շնորհակալություն կհանդիպենք